Հիմա կատարում ենք աղադրում, մեր խոզի ֆիլեն նույն ձևի կատարում ենք աղադրում, որը որ արել ենք մնացած մսերի հետ։ Աղը տակը պարտադիր էլի լավ լցնում ենք։ Մեր միսը այս այդ շատ սիրուն։ Աղի մեջ մենք ծածկում ենք, պտտում ենք։ Ամենակարևորը, որ ինքը պետք է 4 կողմը լավ աղը ուտի։ Ու ամենակարևորը միսը հանկարծ չծակծկեք։ Մեր հետևորդներից մեկը ինձ գրել էր, որ միսը պարտադիր պետք է ծակծկել, ես ասեցի չէ, որովհետև միսը երբ որ մենք ծակծկում ենք ու աղ ենք դնում, դրանց հետո գալիս են խնդիրներ։ Խնդիրներից մեկը նա, երբ որ ինքը չամանի մեջ արդեն հանեցինք, այդ ծակոտիները մտնում են չամանի մեջ, համ իր գույնային տեսքն են փոխում, համ արտաքին տեսքն են փոխում ու ինքը սիրուն չի։ Ինքը հենց սենց աղը վերցնելու է, ծակծկելը ընդհանրապես պետք չի, չանեք տենց բան, դա շատ սխալ է։ Ով որ ասի ճիշտ է, հարց չկա, թող անի։ Մեր դեպքում ինքը սխալ է, որովհետև մենք գործում ենք սիրուն մսի հետ, պետք չի։ Տեղից էլ մենք լրիվ ճաքերը, լրիվ ուրիշ մնացորդ յուղերը, մսերը հանում ենք, իր արտաքին տեսքը պետք է եւ սիրուն լինի։ Նույնը թաթախում ենք այս փոքրիկ մսերը, որոնք որ բոլորի տունը կհանդիպեն այդ խոզի փոքր մսերը։ Ես միտումնավոր կտրեցի, որ դուք պատկերացնեք, որ այս մսերով է կարելի է սարքել բաստուրմա։ Որտեղ միս, այնտեղ բաստուրմա։ Մենակ process-ը պետքա ճիշտ արվի։ Մեր հարթակը հենց նրա համար է, մենք անելու ենք անհնարինը։ Մարդիկ, ովքեր որ ստանդարտ սարքել են այս կտորով, խնդիր չկա, մենք կատարել ենք մնացած կտորներով եւս։ Всё, սիրուն պտտեցինք մեր պստրիկ խոզուկները 4 5 խոզուկները, 3 խոզուկներ էին, դարձան 4, այս են սիրուն աղ ենք դնում, մեր խոզի միսը էլի մենք պահում ենք 10 օր,